Նոյեմբերի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Dubai Air Show 2025 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ներկա եղել օդային ցուցադրություններին։ Այնուհետև նախարար Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ցուցանմուշներին։ Քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիներն ու հայկական բիզնեսների ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆոռնիայի համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ եւ գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաեւ գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շատ մեծ ցանկություն ունի Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր կնքելու։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ ինքը բացարձակապես բաց է նման քայլերի համար։ Մենք խոսում ենք նրանց հետ եւ մենք սկսում ենք գործընթացը, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի համագործակցում է Մոսկվայի հետ Ուկրաինայի պատերազմի ավարտի համար նախատեսված նոր 28 կետից բաղկացած ծրագրի շուրջ։ Այս առաջարկը ընդգրկում է 4 ուղղություն՝ խաղաղության պայմաններ, անվտանգության երաշխիքներ, ավելի լայն եվրոպական անվտանգություն եւ ԱՄՆ-ի ապագա հարաբերությունները Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ։